Ողջույն, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երբ ծանոթանում եք ձեր կենսագրությանը, հասկացա, որ երաժշտական աշխարհ մուտք եք գործել մանկուց, այսպես ասենք, որովհետև ձեր բակի երեխաների հետ փոքրիկ նվագախումբ եք հիմնել եւ հատկապես ամանորին գնացել շնորհավորել եք հարևաններին նրանց համար երգելով եւ նվագելով։ Ձեզ ի՞նչն էր ոգևորում, ծափահարությունները, թե մարդկանց ուրախություն պարգևելը։ Գիտեք, ես շատ մանկուց, այո, շատ եմ սիրել երաժշտություն, հաճախել եմ երաժշտական դպրոց, նվագում էի ջութակի վրա եւ շատ սիրում եմ այդ կազմակերպչական աշխատանքները, կային երեխաներ մեր բակում, որոնցից եւ ստեղծեցի մի փոքրիկ նվագախումբ, հա, փոքրիկ կազմով եւ որոշեցինք այդպես ուրախացնել հարևաններին, միշտ մանկուց սիրել եմ եւ ոգևորել է ինձ միշտ երաժշտությունը եւ առ այսօր էլ ես միայն ապրում եմ այդ երաժշտությամբ։ Բայց այդ տարիքում էլի ներքուստ ուրախանում էիք, որ ձեզ ծափահարում են, թե ամեն դեպքում ուրախանում եք, որ իրենք են ուրախանում։ Եվ ուրախանում էի, որ առաջնահերթ որ իրենք են ուրախանում եւ զարմանում էին, թե ինչպես ենք մենք նվագում այս կամ այն երաժշտությունը, դա ինձ շատ ավելի ոգևորում էր։ Ծափահարությունները այդպես չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց դե իհարկե ուրախացնում էր։ Ինչպես հասկացա, առաջինը սկսել եք նվագել ջութակ, բայց ժամանակի ընթացքում խեղճ ջութակին դավաճանել եք։ Երբևէ չեք մտածել նորից հետ վերադառնալ դեպի ջութակը։ Չէ, ես միշտ էլ նվագում եմ, առ այսօր էլ նվագում եմ եւ ընդհանրակը ջութակը ինձ շատ է օգնել։ Ես այդ ջութակը քեզ մեջ երաժշտությունն էլ ավելի դու ուրիշ ձև ես ընկալում, լսում, զարգացնում է այլ ուրիշ ձևով եւ ինձ շատ օգնել է ջութակը միշտ այսօր էլ միշտ նվագում եմ, եթե նույնիսկ ինչ որ ստեղծագործություններ որ ունեմ սովորելու, ես ջութակով եմ ստեղծագործությունը նվագում, սովորում իմ մեջ եւ դա միայն ինձ օգնել է։ Բոլորս էլ ունեն մենք հիասթափության պահեր, երբևէ չեք մտածել, այ եթե ջութակ նվագի ավելի առաջ կգնայի, քան օպերային արվեստը։ Չէ, այդպիսի բաներ մտքովս չեն անցել, բայց ես նաև չեմ փոշմանում, որ երգում եմ, որտեվ երգն էլ իմ հոգու մեջ է, շատ պատահական է եղել երգնել։ Այնպես էր, որ ես պետք է ընդունվեի կոնսերվատորիա, 1 ամիս էր մնացել ընդամենը, որպես ջութակահարուհի արդեն պետք է ընդունվեի կոնսերվատորիա։ Եվ դասերից մեկում շատ ճակատագրական եղավ իմ նվագելու ընթացքում, որ սխալ նվագեցի, իմ ջութակի ուսուցիչն ասեց, գիտեք, Մագդա ջան, գիտես, ծիծաղեցիր, ես լսում եմ ոնց որ թե դու գեղեցիկ ձայն ունես օպերային։ Արի միասին գնանք Տաթևիկ Սազանդարյանի մոտ, թող նա լսի եւ ըստ իմ խորհրդին, ինձ թվում է, որ դու շատ լավ ձայն ունես եւ կարող ես երգել։ Ինձ հետաքրքրեց այդ առաջարկը։ Գնացինք Տաթևիկ Սազանդարյանի մոտ, նա ինձ ձայնավարժություններ տարբեր տվեց, ստուգեց իմ դիապազոնը, հարցրեց քանի տարեկան ես, որին պատասխանեցի, որ 17, եւ Տաթևիկ Սազանդարյանը ինձ ասեց, որ փոքր ես իհարկե երգելու համար, բայց որպես բացառություն պետք է քեզ վերցնենք կոնսերվատորիա, որտեղ բնությունից արդեն դրված ձայներ, իսկ ես գաղափար չունեի, ես չէի պատկերացնում, որ իսկապես ունեցել եմ բնությունից դրված ձայն եւ որ շատ գեղեցիկ տեմբր ունես եւ պետք է երգես։ Իհարկե 1 ամիս հետո, որ պետք է արդեն որպես ջութակահարուհի ընդունվեի, գործերս տալիս էի ջութակահարուհի որպես թղթերս պատրաստել եմ, ես որպես վոկալիստ ընդունվեցի կոնսերվատորիա եւ սովորեցի ժողովրդական արտիստ Գոհար Գալաչյանի դասարանում։ Այնքան հեշտ էր ինձ մոտ ստացվում երգը, իհարկե դա հեշտ process չի երգելը։ Դու միշտ պետք է աշխատես, մկանային համակարգդ միշտ պետք է լինի այն սպորտմենի նման, հա, ոնց են սպորտմենները աշխատում իրենց վրա, նույնը երգեցողության մկանները ամբողջ եւ ձայնալարերը եւ դիաֆրագման Բայց այս ամեն ինչ ինձ այնքան հեշտ էր տրված, որտեղ բնությունից էի ես այդպես հեշտությամբ երգում։ Իհարկե շատ պետք է նաև վոկալ դպրոցը եւ իմ ուսուցչուհին ինձ շատ պետք է ասեմ հզոր, մեծ, լավ դպրոց
փոխանցեց։ Այդ տարիների ընթացքում մենք ես մասնակցում էի տարբեր մրցույթների, երգում էի տարբեր մենահամերգներ, իսկ եթե ես պետք է շարունակեի որպես օպերային երգչուհի, ուրեմն օպերային երգչուհին պետք է կարողանա 4 ժամ երգել։ Եվ այս տեսակ համերգներով մենք կարծես թե ավելի շուտ ես դիմադրողականություն էի ձեռք բերում, որպեսզի հետագայում այդ 4 ժամը ես երգեմ, չէ՞ որ այդպես ինքը երկար է օպերան իր ծավալով։ Դե հետո ընդունվեցի արդեն օպերային թատրոն։ Մարդիկ կան դժվարությամբ են ընդունում խորհուրդները կամ լսում։ Գիտեք, բոլորը կգան կասեն ինչ լավ է, ինչ լավ է, ինչ լավ է, բայց մի բան կա, որ կարելի է ասել, այս բանում սխալ է, այս բանը կարելի է ուղղել, ես դա ավելի եմ ընդունում եւ դա ավելի շատ եմ սպասում, որովհետեւ միայն այդ ձևով կարող ես առաջ գնալ։ Հիշում եք ձեր առաջին դերերքը։ Իհարկե, օպերային թատրոն ես ընդունվեցի 1999 թվականին, փորձնական շրջան ունեցա, առաջին անգամ այնտեղ հանդիպեցի Օհանդուրյանին եւ մենք աշխատեցինք Վերդիի Տրուբադուր օպերայի այդ երաժշտական մասի վրա, որից հետո ես երգեցի այդ բարդագույն կարելի ասել օպերան, հանդես եկա Լեոնորայի դեր երգով, սա էր իմ առաջին օպերային ներկայացումը, որից հետո անմիջապես արդեն որպես մենակատար ձևակերպվեցի օպերային թատրոնում։ Ինչ դժվարությունների հանդիպեցիք սկզբում։ Օպերային թատրոնում դժվարությունները միշտ էլ քեզ կհանդիպեն, բայց մի գաղտնիք կա, դու պետք է միշտ աշխատես եւ որակով բարձր լինես։ Միայն դա է, որ քեզ բարձրացնում է եւ ոչ մի դժվարություն այլևս չի կարող քեզ խոչընդոտել։ Չարությունը, նախանձությունը չեն խանգարում։ Միայն քո որակով, արդեն եթե դու պարզ երևում ես լավ որակով, ինչքան ուզում են թող խոսեն։ Եվ հետո այնքան դժբախտ են այդ խոսող մարդիկ։ Ժամանակ են կորցնում, իսկ կյանքը կարճ է, եթե պատկերացնեն, թե ինչքան են նույնիսկ օգնում այն մարդուն, եթե վերջնենք դրա մասին խոսում են կամ խոչընդոտում են, այդ բանը չեն անի։ Ես գիտեմ, որ դուք ելույթների ժամանակ անգամ չար հայացքներ եք փնտրում, բայց անընդհատ չարությամբ շրջապատված լինելով մարդը իր կյանքում, մի հատ չար հայացք փնտրելը մի քիչ գիտեք, կան այդպիսի հանդիսատեսներ, շատ ինձ երիտասարդ տարիքում էր հանդիպում, որ մարդը եկել է, որ քո ձախողումը տեսնի, բայց նրանք ինձ այնպիսի հետարքրքիր ուժ էին փոխանցում, հակառակը 2 անգամ ավելի լավ էի կատարում ու նաև մրցույթներում շատ կարևոր էին, որ նրանք գային, որտեղ ես 100% հաղթում էի այդ մրցույթներում իրենց էներգետիկայից, չգիտեմ ինչպես դա բացատրեմ։ Ինձ ուժն, ինձ միշտ ես չեմ վախեցել, այդպես ասեմ։ չարության դեմ պայքարելու միջոցն է երևի։ Գուցեև։ Շատ օպերային երգչուհիներ երազում են բազմաթիվ դերեր կատարել եւ տարիքը անցնում է, բայց այդ դերերքը չի տրվում իրենց։ Դուք ունեք նման երազանք։ Գիտեք, դա մի քիչ թույլ կարծիք է։ Սա եկել է ավելի շուտ նոր ժամանակներում, ինչ որ ռեժիսորներից եկացած։ Շատ լավ է, երբ որ դու ճիշտ օպերային ռեժիսորների ես հանդիպում։ Նրանք շատ լավ գիտեն, շատ խորը գիտելիքներ ունեն, նաև վոկալ գիտելիքներ ունեն, նաև գիտեն նվագախմբի հետ աշխատել, պարտիտուրա են կարդում եւ երբևիցե այդ տարիքային ինչ որ նման բաներ չեն փնտրի, իրենց ամենակարևորը որ իրականում պրոֆեսիոնալ մարդու հետ աշխատեն, բայց երբեմն հանդիպում ես ռեժիսորների, որոնք որ այս գիտելիքներին չեն տիրապետում, նրանք ընդհանրապես օպերային ռեժիսորներ չեն, կարող են սյուժեն կարդան եւ տեսնեն, ահա, ենթադրենք Նորման, Աիդան կամ Ամներիսը, սրանք կերպարներ են, 10, 12, 14 տարեկան են եւ այդ դերակատարներին սկսում են փնտրել ինչ որ ուսանողների մեջ եւ իրականում այն պրոֆեսիոնալը մնում է մի կողմ մղված, իսկ սա գալիս է իր գիտելիքների պակասից, որովհետև այդ երիտասարդը դեռ հարց է կերքի,
այս իր պատկերացմամբ միայն տեսքով չի, օպերան պետք է մարդ կարողանա երգի խաղա մինչև վերջ։ Մի այսպիսի բան էլ ասեմ, իմպրեսարիոներ, հա, երկու իմպրեսարիո մոտենում են Բիրգիտ Նիլսոնին, աշխարհահռչակ երգչուհի, ես սա ինչու եմ ասում, որ առհասարակ եւ երիտասարդ երգիչն էլ օպերային աշխարհում խելացի գտնվի, խելացի լինի։ Շատ գայթակղություններ կլինեն, իրենք թվա եթե իրեն առաջարկում են, ուրեմն պետք է գնամ քայլեմ առաջ դեպի այդ առաջարկին, բայց կիսատ չթողնեմ, այդ իմպրեսարիոները, երբ որ մոտենում են Բիրգիտ Նիլսոնին եւ երիտասարդ երգչուհուն են ներկայացնում եւ իրեն պետք է առաջարկեին Վագների Տանհոյզեր օպերայում երգելը։ Բիրգիտ Նիլսոնն ասում է, եթե երգչուհին ձայնը կորցնի, ով պետք է պատասխան տա, այստեղ այս երկու իմպրեսարիոները պատասխանում են, ոչինչ, կգտնենք ուրիշին, կփոխարինենք ուրիշով։ Այնպես որ նման այս ձեր հարցը մի քիչ երկար պատասխանեցի, նման տենց թյուր կարծիքներ գալիս է երբեմն սխալ ռեժիսորներից, չգիտեմ, իրանց պահանջները ինչպիսին են, հենց գալիս է իրենց չիմանալուց նաև։ Կարծում եմ մի քիչ էլ գեղեցիկ չէ, որ օրինակ Անուշի դերում տարիքով օպերային երգչի Անուշը կարա երիտասարդ յուրաքանչյուր մեկը երգի, որովհետև Անուշ օպերան ինքը թույլ է տալիս, որ երիտասարդը երգին չի հոգնեցնում ձայնին։ Ընդհակառակը շատ լավ է, որ երիտասարդները գան սկսեն Անուշ օպերայից։ Դա միայն իրենց ավելի մեծ, ավելի շուտ պլյուս է, քան չի խանգարի երբևէ աչք ունենան, բայց ես խոսեցի ավելի բարդ օպերաների մասին, օպերաներ կան, որոնք շատ իրոք բարդ են եւ մեծ հարուստ ճանապարհ պետք է ունենաս, ուսերիդ ետևում անցած ճանապարհ, որպեսզի դու կարողանաս Տուրանդոտի նման օպերան երգես նորման, բարդագույն սոպրանոյի դերերն եմ ես ձեզ ասում, դե կան այդպիսի դերեր նույն տենորների մոտ Կալավ, Մանրիկո, գիտեք, այս դրանք իրոք ճանապարհ պետք է ունենաս եւ կարողանաս հաղթահարես, ապրվածություն պետք է ունենաս նաև։ Դե ռեժիսորները ամեն ինչ ուզում են ժամանակակից դարձնել, բայց կարծում եմ դա էլ է մի քիչ սխալ, որովհետև վերջերս մի օպերային ներկայացման էին ներկա, Ռոմեո եւ Ջուլիետտից հատված էին ներկայացնում, այսքան բջջային հեռախոսով, սիրուն թիթիզ շորիկով օպերային երգչուհին դա մի քիչ Այո, օպերային արվեստը առհասարակ ինքը ազնվական արվեստի տեսակ է եւ երբ որ ինչ-որ կենցաղային բաներ փողոցը բերում են եւ սկսում են ներառել եւ ուզում են դրանով ասել, որ ժամանակակից մոտեցում մենք ներկայացնում կամ մեր մարմնով տղամարդիկ կանայք աճ ձախ գնում են, չես հասկանում ինչ են համոզում, թե մինիմալիզմ է ծախսի հետ կապված է, ես չեմ հասկանում նման ներկայացումները, բայց գիտեք կան այնպիսի պրոֆեսիոնալ ռեժիսորներ, որի մասին քիչ առաջ խոսեցի, իսկական դրանք օպերային ռեժիսորներն են, որոնք այդ օպերային վեհ արվեստը կարող են տասնապատիկ բարձրացնել, այնպիսի ներկայացումներ իրենք ներկայացնեն, որ հանդիսատեսը դեռ երկար տպավորության մեջ մնա այս ներկայացումներից նույն ժամանակակիցը լինում է որ դարաշրջանն են փոխում, այլ դարաշրջան են գնում, բայց այս ամեն ինչը կոնտեքստի մեջ է, ճաշակով է արված, չափի մեջ է, դա արդեն հասկանում ես, որ վարպետի հետ դու գործ ունես։ Չխոսեցինք ձեր բաղձալի դերերքի մասին։ Չունեմ ես այդպեսին։ Առհասարակ օպերային արվեստը այնքան հետաքրքիր բան է, նա քեզ թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ տարբեր զգացողություն խաղալ, սեր, դավաճանություն, հիասթափություն, մահ, ուրախություն, ոգեշնչություն, հետաքրքիր է, ես չեմ կարող իրենց մեկը մյուսից տարբերեմ կամ մեկը ասեմ ավելի լավն է կամ մեկը չեմ կարող, բայց այնքան ուրախ եմ ես ինքս որպես սոպրանո, երգել եմ կարելի ասել սոպրանոյի համար այն ամենա այն դերերը, որ միշտ սոպրանոն կուզեր երգել, օրինակ Տոսկայում երգել, բարդագույն դերերն են սա սոպրանոյի համար, Այդայի դեր երգով եմ ես ներկայացել Նորմա, Դոն Ժուանի մեջ Դոննա Աննա, Վերդի Նաբուկո օպերայում Աբիգայիլ, Ռախմանինով Ալեկո օպերայում Զենֆիրա, հասկանում եք հագեցած եմ տեսակ հոգիս եւ շատ երջանիկ եմ որ նաեւ խաղացել եմ մանկական օպերայում
դա շատ կարևորում եմ։ Մոտ 13 տարի առաջ զրույցներից մեկում նշել եք, որ տարբերվում են հայ եւ արտասահմանյան երիտասարդները, դրսում ավելի շատ են նախընտրում օպերան, քան Հայաստանում։ Այս տարիների ընթացքում ձեր մտածելակերպը փոխվել է։ Ես արդեն նկատում եմ եւ դա ինձ շատ է ուրախացնում, որ երիտասարդությունը բավականին ինտելեկտուալ առումով զարգացել է եւ գալիս են, հաճախում են նրանք թատրոններ։ Մենք շատ լավ հանդիսատես ունենք եւ շատ եմ ուրախանում, որ երիտասարդներ եմ տեսնում։ Օրինակ առաջ կասեն, որ օպերա գնալ, դա պետք է միայն մեծ տարիքի հասկացող մարդը պետք է գնա եւ տարիքով մեծ մարդը, որ կհասկանա այդ օպերան, բայց հիմա ես տեսնում եմ, որ երիտասարդներն են գալիս, դա ինձ շատ է ուրախացնում։ Եվ այսօր էլ մենք ունենք մանկական օպերա, եւ ինչի համար է դա արվում, որ փոքր տարիքից երեխաները հաճախ են օպերային թատրոն, դա շատ կարեւոր է։ Երբ որ փոքրուց են գալիս, նախ եւ առաջ օպերան դա ինտելեկտ է, թույլ է տալիս երեխային հետագայում կոմպոզիտորների այդ երաժշտությունը տարբեր է, որ կոմպոզիտորի երաժշտությունն է։ Շատ կարեւոր է, որ նրանք հաճախեն։ Ես ուրախ եմ, որ կան մանկական օպերաներ, այ շուտով ես կերկեմ Մուկու այդպես գիշերը խոհանոցում Քրիս Մանարյանի մանկական օպերան է։ Շատ է թե դասական համերգ գնալուց, թե օպերային ներկա լինելիս, ասում են, որ չեն հասկանում։ Այ պարտադիր է մարդը, ով ներկա է համերգների ներկայացումներին, հասկանալով գա, թե երկար ժամանակ գալուց հետո կըմբռնեն։ Ցանկալի է, որպեսզի հետո ինքը չտանջվի։ Դեք մարդը եթե յուրաքանչյուր տեղ ինչ որ մի բանից չի հասկանում, ներսում ինքը տանջվում է։ Չի հասկանում եք, դժվար 4 ժամն էլ հեշտ չի անցկացնել, եթե դու ինչ-որ մի բան չես հասկանում, ինչ է կատարվում։ Բայց ես ունեմ ընկերներ հանդիսատեսների մեջ, որոնք շատ պատրաստված են գալի, դա արտիստի համար էլ է հետաքրքիր։ Նրանք կարդում են, նրանք լսում են տարբեր կատարումներ, հետո գիտեք ինչն է հետաքրքիր, որ հանդիսատեսը սկսում է լավը վատից տարբերել, դա շատ ուրախացնում է նաև ինձ, երբ որ պատրաստված են գալիս, անշուշտ եւ պետք է պատրաստված գալ։ Դուք հանդես եք գալիս նաև արտասահմանյան բեմերում, բայց ի՞նչն է պատճառը, որ չեք գնացել այդ երկրներում աշխատելու։ Գայթակղիչ աշխատանքի առաջարկ չի եղել։ Ես, այո, շատ եմ գնացել, գնում եմ, շրջագայում եմ արտասահմանում, ունեմ նորից հրավերներ, ունեցել եմ նույնիսկ ապրելու հնարավորություն եւ Ամերիկայում եւ Եվրոպայում, բայց գիտեք, միևնույն է, մեր թատրոնը, յուրաքանչյուր մարդու թատրոնն այնտեղ է, որտեղ իր հողն է, ջուրն է, իր արմատներն է։ Եվ ես միշտ շատ եմ կարևորում եւ գտնում եմ, որ յուրաքանչյուր արտիստ ինքը պետք է իր մշակույթը ինքը շենացնի, ինքը զարգացնի, առաջ բերի։ Մի փոքր քիչ ենք ուշադրություն դարձնում կարծես մեր մշակույթին։ Ես դա նկատել եմ։ Մենք շատ ավելի եվրոպական ինչ-որ կոմպոզիտորների ստեղծագործություններն ենք մշակում, բարձրացնում, որակի բերում։ Դա լավ է, զարգացած լինելու նշան է, բայց կուզենամ այդ նույն ինտենսիվությամբ անենք մեր մշակույթը, որտեղ այն ինչ էլ որ անում ենք, մի կաթիլ ջուր է օվկիանոսից վերցրած։ Շատ մեծ է մեր աշխատանքը, մեր անելիքը, մենք այնքան բան ունենք մեր մեծերից, մեր ժողովրդից մեզ փոխանցված, բայց դա պետք է շարունակել, դա պետք է զարգացնել, կյանքը չէ որ շարունակվում է։ Սա է եղել նաև այն պատճառը, որ ես վերադարձել եմ, որտեղ ես գիտեմ, ես անելիք ունեմ այստեղ։ Եվ շատ անելիք ունեմ։ Եվ հետո ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում այստեղ, ինչպես Համո Սահյանն է ունի իր բանաստեղծության այդ տողերում Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է։ Այստեղ է իմ աշխարհը, այստեղ է իմ երջանկությունը, եւ ես ինձ այստեղ լավ եմ զգում։ Դուք սիրում եք ասմունքել եւ ասմունքում եք։ Մեր գրողների ստեղծագործությունները երբևէ մտածել եք վերածել երգի։ Այդպիսի փորձեր չեմ ունեցել, չեմ արել, բայց այսպիսի մի բան էլ կա, որ ինքը բանաստեղծությունը սկզբանե երգի միջոցով է արտասանվել, բանաստեղծությունը բանավոր տվել են երգին եւ այդպես եւ բանաստեղծությունը սկսել է քիչ-քիչ զարգանալ եւ հետո հետագայում բանաստեղծություն, հասկացողությունը, երևույթը ինքն իրուն ունեցել է իր ուղղությունը։ Ես երբևէ իհարկե չեմ փորձել, բայց պետք է ասեմ, որ ասմունքը
ինչ շատ է օգնում երաժշտության մեջ։ Ասմունքի մեջ կա ինտոնացիա, խոսքի, որ երբ որ այդ ինտոնացիան դու բերում ես երաժշտության մեջ, այդ դա է, որ դու ճիշտ ես կարողանում հանդիսատեսին փոխանցես քո այդ հոգու շարժումը, խոսքը, զգացողությունը։ Այսպես երևի այսքանը ասմունքը շատ կարևորում եմ։ Ես հետո Օհանդուրյանի հետ աշխատում էի իր ռոմանսների շուրջ։ Եվ ես մինչև չասմունքեցի այն տեսակ կատարյալ լավ ճիշտ ստացվեց այդ ռոմանսների կատարումը։ Հիշում եմ, որ մենք մայստրոյի հետ իր ռոմանսների շուրջ աշխատելիս Շիրազի բառերով մի շատ գեղեցիկ ռոմանսն էինք մշակում, եթե կարելի է կերքեմ, ես շատ եմ սիրում եւ մայստրոն էլ շատ էր սիրում։ Ո մանթաշի անուշ հովեր էլ չեք սիրտս հովացնի ախ ես հորը շունչը կուզեմ որ իմ հույսը զովացնի հայրիմ չէ որ դեռ միասին սարերն էինք բարձրանալու դարձիր բլբուլուր ես գնում բինգոլ նունես դու թողնելու այս ամենը տեսնում եք եւ ասմունք կա եւ երաժշտություն մեկը մյուսին լրացնող Վերջերս դուք թողարկել եք հայկական օրորոցային երգերի ձայնասկավառակը, ինչու նման որոշում կայացրեցիք։ Սա առաջին հերթին մեր ինքնությունն է, մեր արժեքն է, մեր մշակույթն է։ Միշտ դեռ վաղուց այդպես խմորվում էր իմ մտքերում, փորձում էի գտնել նոտաները եւ հարցուփորձ անելով վերջապես երբ որ ես գտա այս ճկնաղ օրորների նոտաները, ես լիարժեք իմ աշխատանքին անցա եւ ձայնագրեցի 24 օրոր, որոնք տարբեր մեր գավառների օրորներն են, Վանի, Բութանիայի, Մուշի, կան շատ գեղեցիկ օրորներ, Սասնա օրորներ, Կեսարիա եւ գիտեք ինչն է հետաքրքիր, մեր օրորները շատ զանազան են։ Չեք պատկերացնում մենք ինչքան հետաքրքիր օրորներ ունենք։ Պար եղանակ կա այնտեղ ռազմի թեմատիկայով, պատմական, այլ քնարական, այլ չասեմ, որ այս օրորներով դաստիարակել են երեխաներին, նրանք ոչ միայն երեխա քնեցնելու համար են, հա, որպես եղանակ երգել են, չէ, դաստիարակել են երեխաներին սովորեցրել մեր պատմությունը, մեր արժեքն ու ինքնությունը։ Եվ ես գտա, որ ես պետք է անեմ այս աշխատանքը։ Այնքան ուրախ եմ, ձայնագրեցի, ձայնասկավառակ, խնդրեմ, հայկական օրորների գանձարան։ Եվ մեծ սիրով ուզում եմ ձեզ նվիրել։ Շնորհակալություն։ Իսկապես շատ գեղեցիկ են մեզ փոխանցված մեր ժողովրդի կողմից են այս օրորները։ Իմ հաջորդ աշխատանքը Կոմիտաս վարդապետի օրորներն են։ Սիամանթոյի մայրը երգել է այս օրորը, նա իր ծագումով ակնեցիր եւ իշնորհիվ Կոմիտաս վարդապետի գրի է արվել այս օրորները եւ ես չեմ զարմանում ինչու մենք չենք իմացել այս օրորների մասին եւ այսօր ժողովուրդն էլ չգիտի, ես ասում եմ չբացահայտված օրորներ, պատճառը ես նորից մեզ մեղավորությունը դա մերն է, որովհետև պետք է միշտ գտնել, փնտրել, բարձրացնել, առաջ տանել, երգել, որպեսզի ժողովուրդը ճանաչի։ Ձայնագրեցի այդ 11 օրորները, ուրախ եմ, երջանիկ եմ, որ արել եմ այդ աշխատանքը, պահպանված է ոսկե ֆոնդում, շնորհակալ եմ ռադիոտան ձայնագրության ստուդիայի այդ բոլոր աշխատակիցներին, իսկապես սա ազգանվեր աշխատանք էր եւ մենք բոլորս մի ահամուր ուժերով արեցինք, ինչպես Ռաֆին է ասում, մի շատ լավ մտքեր ունի, Ռաֆին հայ ժողովուրդը ծայրից, այս ծայրից, այն ծայրից աշխարհի կարող է մի դեպքում համախմբվի, դա ազգային սերն է։
Հիմա մենք մեր ազգայինը, մեր այնինչ որ մերն է սիրով արեցինք։ Դա շատ ճիշտ է իդեպ իր այդ մտքերը։ Մի քիչ ռիսկային չէ ձայնասկավառակ թողարկելը, որովհետև հիմա գիտենք մարդիկ օգտվում են YouTube-ի, սոցիալական ցանցերից չեն գնի։ Ճիշտ եք, եղավ նման հարցեր առաջացան, բայց երբ որ ինչ-որ ուզում ես մեկին նվիրես ձայնասկավառակ, դու չես կարող ասել YouTube-ից կլսեք այդ նվերը, այդ իմ կողմից ձեզ շատ ցանկանում եմ այս նվերը նվիրել, եւ բայց դուք YouTube-ից կլսեք, սա որպես ձև նվերի շնորհքով մոտեցում։ Բայց իմ օրինակ կոմիտասների հետ կապված այն ռադիո արխիվում պահպանված է եւ պետք է պահպանվի, որպեսզի մենք չկորցնենք վաղը։ Եվ այսպես արեց այս մի ձայնագրությունն էլ։ Օրինակ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Կալասը տարբերություն շատ երգչուհիների ինքը ավելի բարձր է վարձատրվել, ինքը նշել է, որ մեղավորություն չունի, որ մեկ ներկայացման համար վարձատրվում է այնքան, ինչքան երկրի նախագահը աշխատում է մեկ ամսում։ Օրինակ դուք որպես օպերային երգչուհի կարող եք նույն կերպ բարձրանալ։ Նախ պետք է ասեմ, որ գիտեք շատ դժվար է օպերա երգելը։ Իսկապես 1 ժամ մեր աշխատանքը 9 ժամ բանվորի աշխատանքին է համազոր։ Շատ բարդ է այդ տեքստերը սովորել, հետո հեշտ չի երգել այն վերին նոտաները վերցնենք ամբողջ տեխնիկայի միջոցով է։ Էլի չեմ ասում ապրումները, դուք չեք պատկերացնի, չի ստացվում նույնիսկ քնել ներկայացումից առաջ։ Ամբողջ մտքերով դու այդտեղ ես պետք է հիշես ռեժիսորն այս ասես դիրիժորի ձեռքը հիշեմ ձայնս այսպես պետք է անեմ շունչս այսպես պետք է վրտնեմ այդտեղ ամբողջ դու շատ լարված եւ բարդ աշխատանք է եւ ես գտնում եմ որ այո շատ ճիշտ է եւ օպերային երգիչները երգչուհիները բարձր պետք է վարձատրվեն իրոք արժանի են իրենց աշխատանքը, մեր աշխատանքը շատ բարդ է։ Պետք է թե վարձատրվում են։ Որոշները վարձատրվում են բարձր, որոշները բարձր չեն վարձատրվում, դա մեղավոր չեն այն մարդիկ, եթե բարձր չեն վարձատրվում, ուղղակի նայած որտեղ են հայտնվել, ինչպես է ստացվել իրենց կյանքը, բայց ընդհանուր ես ուզում եմ ասել, որ մեր գործը պետք է իրապես բարձր վարձատրվի։ Հիմա կան երիտասարդներ, ովքեր ցանկանում են դառնալ օպերային երգիչներ։ Շատ։ Եվ երիտասարդները հիմնականում մտածում են դուրս գնալ երկրից։ Մի փոքր ինձ տխրեցնում է այդ միտքը։ Ես չգիտեմ, ախր երբ որ մենք հայրենիք ենք ասում, ինչ է հայրենիքը։ Այդ հայրենիքը մենք ենք։ Ես, դուք, մենք պետք է մնանք այստեղ, մենք պետք է շենացնենք մեր հողը, մեր մշակույթը բարձրացնենք։ Գիտեք, մենք ենք այդ հայրենիքի ապագան, ներկան, որ եթե գնում ենք մենք, լավ, ինչ ենք, ինչպես ենք ասում հայրենիք, ես շատ եմ ուզում, որ գոնե այդ երիտասարդները, եթե որոշել են գնում են եւ գնալու են, բայց միշտ մտածեն, որ այստեղ անելիք ունեն, չէ որ պետք է շարունակվի կյանքը, այստեղ մարդ էլ պետք է մնա, կան շատ ահռելի աշխատանքներ կա եւ մեկ կյանք էլ չի հերիքի այն անելու համար պետք է բոլորս մտածենք նաև մեր մշակույթի մասին այն ինչ որ մերն է նաև այնպես չէ որ դրսի դռները բաց են էլի օտարների համար դա էլ պետք է հաշվի առնել այո գիտեք կան երիտասարդներ ես ուրախանում եմ եւ որ տեսնում եմ այո օրինակ ինչ որ մի բան երգում են եվրոպական կոմպոզիտորի ստեղծագործություն եւ հանկարծ մեկ էլ ուզում են ներկայացնել մեր հայկականը սա ինձ շատ է ուրախացնում չեմ կարող ասել այդպես կոնե թող լինի Եթե գնում ենք, մենք անպայման աշխարհին ցույց տանք, ինչպես Կոմիտաս վարդապետն է արել։ Գիտեք, նրան էլ են մոտեցել Բերլինի օպերային թատրոնի տնօրենը մոտենում է Կոմիտաս վարդապետին եւ առաջարկում է օպերայում երգելու նա շատ հզոր մեծ ձայն է ունեցել Կոմիտասը։ Բայց Կոմիտասը պատասխանել է նույնիսկ շատ մեծ հոնորարներով, պատասխանել է, որ ես պետք է իմ հայկական մշակույթը ներկայացնեմ այդ ձայնով։ Հասկանում եք եւ ամեն օր երգել է
այն ինչ որ մեր դեմքն է պահպանել, բարձրացրել։ Հիմա ես կուզենամ, որ մենք էլ շարունակենք եւ իր նման քայլենք այս մշակույթում։ Մեզ մոտ շատերը ավարտում են կոնսերվատորիան, բայց չկա աշխատավայր, որտեղ աշխատեն։ Շատ են օրինակ օպերային երգչուհիներ դժգոհում, որ տեղ չկա։ Չունենք մեկ օպերային թատրոն։ Ինչ անեն այդ խեղճ մարդիկ։ Գիտեք, ես պետք է անկեղծ լինեմ։ Միայն օպերայում չեն երգում։ Կան շատ հետաքրքիր գաղափարներ, որ կարելի է մտածել, այնույն ոնց ես ասեցի, ինչ որ մեր ռոմանսները կարելի է վերցնել, երգել, փորձել ինչ որ այլ ուրիշ ճանապարհով գնալ։ Բոլորը, ովքեր որ երգում են կոնսերվատորիայում, մի միտք կա գալ օպերային թատրոն։ Օպերա երգելու համար այնքան, գիտեք, բաներ կա, որ պետք է ունենաս։ Միայն ձայնը չի։ Դու պետք է ճկուն լինես եւ արտիստիկ եւ խելացի եւ այո ձայնային առումով էլ շատ խոշոր մեծ ճիշտ օպերային ձայն ունենաս, բայց դա չի կարող լինի բոլորի մոտ նույնիսկ։ Շատ տարբեր են այդ ունակությունները։ Ես զարմանում եմ, որ մի մեկը չկա, որ կամերային երաժշտության մասին այդպես մտածի, շատ բաց թողված է այդ կողմը։ Ես ուրախ եմ, երգում եմ այդ ուղղությամբ էլ, բայց ցանկանում եմ, որ բոլոր երիտասարդ այդ ուսանողներն էլ այդ ուղղությամբ, այնքան սիրուն ձայներ ունենք մենք կամերային ուղղվածությամբ, իսկ կամերային երաժշտություն երգելն էլ հեշտ չէ, շատ մեծ ինտելեկտ պետք է ունենաս, որպեսզի մատուցես 1 րոպե, 2 րոպե եղած ռոմանսը հանդիսատեսին շատ հետաքրքիր ինքը ծրագրեր ունի կամերային երաժշտությունը։ Պետք է մտածել այդ ուղղությամբ էլ գուցե։ Եվ ամեն ինչ կգա իր տեղը։ Հիմնական երիտասարդները մտածում են գումարի մասին, չէ՞, բարձր աշխատավարձ ստանան, դրա համար եւի չեն գնում։ Այդ տեսնում եք, այդ մտածելակերպն էլ արվեստագետի մտածելակերպ չի։ Արվեստագետը միշտ նվիրված է, իր գործն անում է եւ մտքով չի անցնում այդ գումարը, միայն թե ինքը լինի իր սիրած գործի կողքին։ Եթե այդպես են մտածում, դա արդեն մի քիչ կասկածելի է, որպես արվեստագետ լինելու հետ կապված։ Դուք ուսանել եք Լուչիանո Պավարոտիի մոտ, կան խորհուրդներ, որոնք ձեզ տվել են նա եւ հետեւում եք մինչ օրս, եւ ինչ խորհուրդ կտաք դուք երիտասարդ օպերային երգիչներին։ Առաջնահերթ ես հպարտ եմ, ուրախ եմ, որ Հայաստանում եմ իմ կրթությունը ստացել, իմ դպրոցը, որտեղ հետո որ ես գնացի Լուչիանո Պավարոտիի մոտ արդեն մաստեր կլաս, այդպես վարպետության, այդ ձայնային, ինքը ինձ ուղղակի ես պատրաստի արդեն որպես երգչուհի մի փոքր հետաքրքիր այդպիսի նյուանսներ, ավանդույթներ իտալական, այս բաները լրացրեց, էլի որը շատ կարևորում եմ։ Խորհուրդը Պիսի խորհուրդ չկա, ամեն մի երգիչ պետք է իր ճանապարհը գտնի, մշակվի եւ շատ համերգներ երգի, շատ աշխատի, գնա եւ մաստեր կլասների, սա է ճանապարհը եւ փորձի գտնի իր ուղին եւ լինի արվեստի մեջ լիարժեք։ Չմտածի այդ փողերի մասին միայն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Մենք զրուցում էինք օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանի հետ։